Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և առաջիկա րոպեներին կներկայացնեմ օրվա կարևոր նորությունները։ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են Թրամփի երթուղի նախաձեռնությանը նվիրված կլոր սեղան քննարկմանը, հաղորդել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը։ ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները Վաշինգտոնում, նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թրիփ նախաձեռնության դերը տարածաշրջանային կապերի ամրապնդման և միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ-կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։ Հայաստանի դեսպանը ընդգծել է, որ թրիփ նախաձեռնությունը շոշափելի օգուտներ կբերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջանների։ Ես ողջունում եմ մեր ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական գործակցությունը և այն փաստը, որ քննարկումները շարժվում են դեպի կոնկրետ զարգացման նախագծեր։ Նման գործնական գործակցությունը կարևոր է շոշափելի տնտեսական և սոցիալական արդյունքների համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանն էլ իր հերթին հավելել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։ Ադրբեջանը վաղուց է առաջ մղում կապի և գործակցության սկզբունքները, հաստատելով ամուր գործընկերային հարաբերություններ Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Թրիփ նախագծի որպես միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողությունն ապահովելը կարևոր է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի մոտ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին և բարձրաստիճան դիվանագետներին։ Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Հիշեցնեմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023 թվականի փետրվարի 16-ին։ Նա Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է։ Ըստ Associated Press-ի Թրամփը այս քայլով ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են իր ամերիկան առաջինը օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, նա մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Փաշինյանը նիստի ժամանակ իր հատուկ շնորհակալությունն է հայտնել Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը ապաշրջափակելու երկկողմ առևտրի պայմաններ ստեղծելու որոշման համար։ Փաշինյանը կարևորել է նաև ԵԱՏՄ շրջանակում միջազգային գործակցությունը, ընդգծելով նաև նոր շուկաների բացման հնարավորությունը։ Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում, նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ Մենք ներկայումս մշակում ենք Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները, հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։ Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային գործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, նշելով, որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ։ Ալիևը նաև չի մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին նրա խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում նախատեսում է առանձին ոչ պաշտոնական հանդիպումներ ունենալ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ, սակայն ինչպես արդեն հասկացաք, Ալիևի հետ նման հանդիպում տեղի չի ունեցել։ Եվ մինչ միջազգային հարթակներում խոսվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների առաջմղման մասին, իրականում գործընթացը շարունակում է մնալ բարդ ու հակասական։ Բաքուն մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը եւ միաժամանակ առաջ է մղում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան գաղափարը։ Փորձագետների գնահատմամբ այդ գաղափարախոսության միջոցով Ադրբեջանը փորձում է կեղծ ու ագրեսիվ պատմություններով կասկածի տակ դնել հայերի տեղաբնիկ լինելու փաստը, խորացնել բաժանարար գծերը հայ հասարակության ներսում եւ ապա լեգիտիմացնել հայկական պետականության գոյության իրավունքը։ Մանրամասները Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 10-ի առաջարկը Ադրբեջանը մերժում է, շարունակելով անդադար խոսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին։ Ադրբեջանական պետական ալիքները շարունակում են հայկական տարածքներն անվանել ադրբեջանցիների հայրենիք, իսկ Փաշինյանը Համբուրգում հավասարության նշան էր դրել Արցախ վերադարձի եւ արևմտյան Ադրբեջան վերադարձի միջև։ Դեռևս 15 տարի առաջ Ադրբեջանը նմանատիպ մի մոտեցում փորձեց ցուցաբերել, քանի որ կար Արցախի հայությունը, որոնք պայքարում իրենց ինքնիշխանության եւ ազատության համար, իրենք առաջ քաշեցին երկու համայնքների գաղափարը, որ Արցախում կա միջև այս դեպքերը ադրբեջանական համայնք եւ կա հայկական համայնք եւ պետք է բանակցությունները այնպես տանել, որ այդ հայկական համայնքը եւ ադրբեջանական համայնքը իրավունքների առումով հավասարեցվեն։ Հաջորդ փուլում, երբ որ մենք կորցրեցինք Արցախը, իրենք այս մոտեցումը փորձում են նորից կրկնել։ Արևմտյան Ադրբեջան ծրագրի շրջանակներում Ադրբեջանում շարունակվում են կազմակերպվել գիտաժողովներ, ցուցահանդեսներ եւ երիտասարդական ճամբարներ։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանցիների ազգային նպատակ։ Պատկերացնելու համար, թե որքան հետևողական է Ալիևն այս հարցում, բավական է ուսումնասիրել նրանց դասագրքերը, ուսումնական ծրագրերը եւ որպես արվեստ ու մշակույթ հրամցվող միջոցառումները։ Զրուցակցից հատկապես բարկացնում է հանգամանքը, որ ադրբեջանցիների նման ազգնի տարբերություն հայերի գործածում է ցանկացած առիթ ու մեր տարածքները ներկայացնում իրենց բանահյուսության մեջ։ Թույլ ղեկավարը ինքնին բերում է նոր պատերազմներ, նոր զիջումներ եւ իհարկե որևէ ձևով չի ներշնչում հույս ապագայի նկատմամբ։ Մեզ այս պարագայում եւ դիվանագիտական հարթակում եւ ինչու ոչ ռազմական գործերում ի նկատի ունեն պաշտպանության նախարարություն, ի նկատի ունեն բանակ, եւ առհասարակ ներքին համերաշխություն հարկավոր է ուժեղ ղեկավար։ Բաքուն հղում է անում մի շարք միջազգային կոնվենցիաներին, որոնց միջոցով պատասխանատվության է կանչում Հայաստանին իբր իրենց տարածքները զավթելու համար։ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը ինքնին ունի բավական լուրջ արձանագրված հաջողություններ, մենք պետք է այս փաստի հետ հաշվի նստենք եւ բոլոր այն զարգացումները, որոնք կապված են խաղաղության գործընթացի հետ, անպայմանորեն պետք է նաեւ այստեղ դիտարկենք ադրբեջանցիների վերադարձը որպես արդեն իսկ առաջ քաշված կարևորագույն հանգամանք։ Կանխատեսվող վտանգը կանխելու միակ տարբերակը ճիշտ արտաքին դիվանագիտությունն են համարում մասնագետները։ Սա պարբերաբար կրկնվում է, հիշենք 20 թվականից հետո հարբեցող եւ ստախոս էր անվանել Ադրբեջանի նախագահ գործող վարչապետին, ելի պատասխան չկար, ընդհանրապես հայերին շներ էր անվանել, նույնպես պատասխան չկար, այսինքն սա ցույց է տալիս, որ գործող իշխանությունները վախեցած են ինչ-որ բանից, ոչ միայն քաղաքական առումով, այլ գուցե նաև իրենց վրա կոմպրոմատներ գոյություն ունեն, նաև գործող վարչապետի վրա։ Փորձագետներն ընդգծում են, որ Ադրբեջանը չի փակելու ճակերտավոր վերադարձի հարցը, եթե նույնիսկ հայկական կողմը մոռանա Արցախ վերադարձի մասին։ Այն դարձել է Ադրբեջանի գլխավոր նպատակը, կամ ինչպես իրենք են բնորոշում, ազգային երազանքը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գործով դատաիրավական խնդիրները մինչև ամսվա վերջ կլուծվեն ու մոտ ապագայում նա կլինի ազատության մեջ։ Հիշեցնեմ, որ ըստ ԱՄՆ մաքսային ու միգրացիայի ծառայության Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում երկիրը չլքելու հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։
Իսկ փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով Հայաստանում խուլիգանությունը դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք։ Ըստ Բաբայանի, թեև խուլիգանությունը նախատեսված է հանրային կարգի իրական խախտումները քրեորեն գնահատելու համար, գործնականում այն երբեմն գործվածվում է ոչ թե հասարակական անվտանգությունը պաշտպանելու, այլ անհարմար խոսքը լռեցնելու նպատակով։ Սա իրավական պետության որակի կամ դրա ամբողջական ոչնչացման հարց է։ Որպես քրեական ուղղությամբ մասնագիտացած փաստաբան համոզված եմ, որ խոսքը պետք է պաշտպանվի, ոչ թե քրեականացվի։ Դատարանի դերը ոչ թե անհարմար արտահայտությունը պատժելն է, այլ սահմանել, որտեղ է ավարտվում խոսքը եւ որտեղ է սկսվում իրական վտանգը։ Իրավական պետությունը սկսվում է այն կետից, որտեղ իշխանությունը կարողանում է ուժ գտնել եւ չպատժել խոսքի համար։ Սամվել Դպի Գրիգորյանը աղերսագիր է ուղղել վեհափար Հայրապետին, հորդորելով կարգալույց հռչակել Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, որը Աբրահամ եւ Գևորգ սրբազանների հետ մի քանի օր առաջ դուրս է մնացել հոգևոր խորհրդի կազմից ու հեռացվել Բալքյան երկրների հայոց թեմի առաջնորդի գահից։ Աղերսագրում Դպիրը ներկայացրել է, թե ինչ հիմքով կարող է եկեղեցական բարձր աստիճանակարգից հեռացվել հոգևորականը։ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ունի դավանաբանական լրջագույն շեղումներ, Աստվածաշնչին հակառակ թեզեր է արծարծում ու սրբագրում մեղքերը։ Հակականոնական է ընթացքը, պատահակի ընթացքում կաթողիկոսի եւ թեմի առաջնորդների անունները զեղչելու հետ հաշտ է եւ հովանավոր դրանց։ Նվիրապետական կարգի դեմ է ընդվզում, միացել է սադրիչ հայտարարությունների, կարգալույսների պատարակման արարողություններին անվանում է պատարակ, կարգալույսների եւ հերձվածողների հետ գրոհել է մայրաթոռը։ Ավետարանի խոսքն ակնհայտ աղավաղում է։ Ֆլորիդայում Միացյալ Նահանգների պաշտոնյաների եւ ռուսական կողմի միջև բանակցություններից, նաեւ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումներից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել են հեռախոսով եւ քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ ջանքերը։ Սթարմերի գրասենյակը հայտնել է, որ նրանք անդրադարձել են այսպես կոչված կամավորների կոալիցիայի աշխատանքին, որը խոստացել է աջակցել Ուկրաինային։ Վարչապետը տեղեկացրել է կամավորների կոալիցիայի կողմից ցանկացած խաղաղության համաձայնագրի աջակցման եւ ռազմական գործողությունների արդար եւ երկարատև ավարտն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին։ Զուգահեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախորդ շաբաթը Ուկրաինայի համար պատմական դիվանագիտական շաբաթ էր։ Գլխավորն այն է, որ Ուկրաինային տրամադրում են 90 միլիարդ եվրո 2 տարվա ընթացքում։ Եվրոպան դրական որոշում է կայացրել, մենք այս որոշման համար պայքարել ենք շատ երկար ժամանակ, հայտարարել է Զելենսկին։ Նա հույս է հայտնել, որ ռուսական սառեցված միջոցներով կփակվեն ուկրաինական պարտքերը Եվրամիությանը։ Միջազգային լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Սա մեր պատերազմը չէ, սա պատերազմ է մեկ այլ մարտհամակում, ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Մենք այնտեղ շահեր ունենք, բայց կոպիտ ասած սա մեր պատերազմը չէ, սակայն բոլորը մեզ ասում են, որ մոլորակի վրա կա միայն մի երկիր, որը կարող է խոսել երկու կողմերի հետ եւ որոշել, թե կա արդյոք այս պատերազմը խաղաղ ճանապարհով ավարտելու հնարավորություն, եւ դա Միացյալ Նահանգներն է, ասել է նա։ Ուկրաինան պետք է պատրաստ լինի նրան, որ 2026 թվականին մարտական գործողությունները շարունակվելու են, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ Ահա թե ինչու Եմեն հաստատեց Կիևի համար 105 միլիարդ դոլարի վարկը, պատերազմի ծախսերը հոգալու համար։ Եթե մենք այս ձմեռ մտնենք առանց խաղաղության համաձայնագրի, մարտական գործողությունները կշարունակվեն, ասել է նա, հավելելով, որ նախագահ Թրամփն ու նրա թիմը մտադիր չեն հանձնվել։ Միացյալ Նահանգները վրեժի օպերացիա է իրականացրել Սիրիայում, մասնավորապես ԱՄՆ զինված ուժերն իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ են հասցրել կործանիչներով, հարձակողական ուղաթիռներով եւ հրետանիով։ Գործողությունն իրականացվել է ի պատասխան օրերս Պալմիրայում պարեկների վրա զինյալների հարձակման, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ 3 քաղաքացի։ Օրերս Թուրքիայի Իզմիտ քաղաքում կործանված անօդաչու թռչող սարքը պարզվել է ռուսական է։ Ռուսական անօդաչու թռչող սարքը դուրս է եկել վերահսկողությունից եւ մտել մեր տարածք, հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Դրանից հետո Թուրքիայի տարածքում կործանվել է եւս 2 անօդաչու սարք, որոնց ծագումն ուսումնասիրվում է։ Ծեծկրտուկ Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ
Ծեծկրտուկը տեղի է ունեցել Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Հանրապետական կուսակցության անդամների միջև։ Չնայած դրան, բյուջեն ընդունվել է։ Կալիֆոռնիայում ավելի քան 130,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Պատահարի հնարավոր պատճառ է նշվում ենթակայաններից մեկում տեղի ունեցած հրդեհը։ Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը դարձել է մոլորակի առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է $700 միլիարդ, գրում է Forbes-ը։ Tesla-ն կրկին դարձել է Մասկի ամենաարժեքավոր ակտիվը։ Ֆրանսիայի նախագահի նստավայրից Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ արծաթե սպասք եւ ճենապակի են գողացել։ Ձերբակալվել է սպասքի համար պատասխանատու աշխատակիցը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում ոսկու գինն առաջին անգամ գերազանցել է մեկ ունցիայի համար $4,400 նշագիծը։ Նշվում է, որ ոսկու գնին զուգահեռ արծաթի գինը նույնպես պատմական ռեկորդ է սահմանել, այն բարձրացել է 3.3%-ով, հասնելով պատմական առավելագույնի $69.44-ի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։